Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովն այսօր ասուլիսի ընթացքում անդրադառնալով իրանյան իրավիճակին խոսել է դրա միջուկային ռիսկերի մասին։ Մինչ այդ Լավրովը հայտարարել է, որ ակնկալում են, որպեսզի Միացյալ Նահանգներն ի վերջո խոսակցություն ծավալեն եւ բացատրեն, թե ինչ դեր են պատկերացնում աշխարհում իրենց համար եւ ինչ դեր ու տեղ մնացյալ միջուկային երկրների համար։ Լավրովը նշել է, որ այդ մասին խոսակցությունը հասունացել եւ նույնիսկ գերհասունացել է խոսակցության անհրաժեշտությունը եւ միաժամանակ հայտարարել, որ շարունակում է արդիական մնալ եւ կամ առավել արդիական է դառնում Պուտինի առաջարկը միջուկային հնգյակին։ Ես հիշեցնեմ, որ այդ առաջարկը հնչել է 2020 թվականին Ռուսաստանում իր ելույթներից մեկում Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտարարեց, որ առաջարկում են միջուկային հնգյակով ՄԱԿ անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներով սկսել քննարկումներ նոր աշխարհակարգի վերաբերյալ։ Հիշեցնեմ 2020 թվականին։ Այդ հայտարարությանը միջուկային այդ հնգյակից որևէ մեկը ըստ էության չանդրադարձավ, միայն այդ ժամանակ իր նախագահության առաջին ժամկետը պաշտոնավարող Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կարելի է քննարկել այդպիսի գաղափար, բայց հետագայում իհարկե պարզվեց, որ Թրամփը զիջեց նախագահի պաշտոնը Բայդենին, ամիսներ անց նա պարտվեց ընտրությունը, իսկ Բայդենն արդեն այլ մոտեցումներով էր հարաբերվում միջազգային գործընթացներում եւ մասնավորապես Ռուսաստանի հետ։ Իհարկե Բայդենը սկսեց գրեթե 6-ամսյա բանակցային գործընթաց ուկրաինական թեմայով, որն անշուշտ աշխարհակարգային թեմա էր, որովհետև այդ գործընթացի բովանդակությունը ամենևին չէր սահմանափակվում պարզապես Ուկրաինայի խնդրով։ Եվ դժվար է ասել, թե այդ 6-ամսյա բազմաշերտ եւ բազմամակարդակ գործընթացը ինչի մասին էր եւ ինչ էին բանակցում Ռուսաստանն ու Բայդենի վարչակազմը, երբ 6 ամիս անց ամեն ինչ ի վերջո հավարտվեց նրանով, որ Ուկրաինայում բռնկվեց պատերազմ։ Ներկայումս Ռուսաստանը բարձրաձայնում է, որ արդիական է այդ առաջարկը, միջուկային հնգյակի առաջարկը։ Իհարկե հայտնի է, որ ներկայումս միջուկային երկրները, միջուկային սպառազինություն ունեցող երկրները շատ ավելին են եւ առնվազն գիտենք Հնդկաստանը ունի միջուկային զենք, հարավային ներողություն Հյուսիսային Կորեան ունի միջուկային սպառազինություն ունի Պակիստանը, Իսրայելը ունի միջուկային սպառազինություն եւ այստեղ իհարկե գործ ունենք շատ ավելի երկրների շրջանակի հետ, քան այդ հնգյակը, բայց այլ է հնգյակի թե սպառազինության որակը, թե քանակը եւ թե իհարկե հնգյակի քաղաքական կշիռը, տնտեսաքաղաքական, աշխարհաքաղաքական կշիռը ոչ միայն ներկայումս եւ ավելին ներկայումս գուցե այդ կշիռը որոշակիորեն փոխվում է եւ հարաբերությունները, ուժերի հարաբերակցությունը նաեւ այլ երկրների հետ ենթարկվում է փոփոխության, այդուհանդերձ նաեւ պատմական իներցիայով այդ երկրները համարվում են այլ կատեգորիայի, այլ կարգի երկրներ, նաեւ ՄԱԿ անվտանգության խորհրդի իրենց իրավասություններով եւ այստեղ հնգյակը բնականաբար առանձնանում է, կրկնեմ, իր թե միջուկային պոտենցիալի որակով, քանակով եւ թե նաեւ այդ քաղաքական ամբողջ հետագծով։ Նաև հիշեցնեմ, որ Պուտինի այդ առաջարկին անուղղակիորեն արդեն 2021 թվականին արձագանքել էր Էրդողանը, որը Անգոլայի խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարեց, թե արդար չէ, որ աշխարհի ճակատագիրը վճռում են այդ 5-ը, որովհետև հիմա հենց անդրադարձավ այդ հանգամանքին, որ փոխվել է ուժերի հարաբերակցությունը, առաջ են եկել այլ կարող երկրներ, այլ խոշոր խաղացողներ եւ հետեւաբար համաշխարհային ճակատագիրը վճռողների շրջանակը պետք է շատ ավելին լինի, քան այդ միջուկային 5-ը։ Հիմա Ռուսաստանը բարձրաձայնում է դարձյալ այդ առաջարկի արդիականության մասին եւ տեսնենք, թե ինչ արձագանք կլինի այդ միջուկային հնգյակից։ Այստեղ պետք չէ բացառել նաեւ այն, որ գործնականում արձագանքները կարող են չլինել հրապարակային, բայց որոշակի կուլիսային կոմունիկացիա ձևավորվի եւ այդ հնգյակը իսկապես օգտագործելով իրենց դիրքերը, օգտագործելով իրենց արտոնյալ դիրքը միջազգային հարաբերությունների կանոնների տեսանկյունից փորձեն իսկապես քննարկումներ ունենալ համաշխարհային կարգի եւ իրենց տեղի ու դերի հերանեկարների վերաբերյալ։ Քննարկումներ եւ մրցակցություն միաժամանակ, սա ամենևին բացառելի չէ եւ այդ իմաստով իհարկե ամենևին պարադոքս չի լինի, եթե երկրները միմյանց հետ թե քննարկեն աշխարհակարգ, թե մրցակցեն այդ աշխարհակարգում իրենց տեղի եւ դերի համար, նաեւ իրենց այդ բարձրագույն խումբը, այսպես ասած, պահելու համար։ Եվ այս տեսանկյունից այն, ինչ տեղի է ունենում այսօր Իրանում, մեծ հաշվով նաեւ կարող է լինել այս գործընթացի մաս։ Եվ
թե բանակցային process-ով, որ շարունակվում է շատ երկար, եւ թե նաեւ այսօրվա պատերազմական process-ով։ Եվ այստեղ ուշադրության է արժանի Լավրովի արտահայտության մեկ այլ մաս, այն է, որ եթե իրավիճակը շարունակի զարգանալ այս տրամաբանությամբ, ապա Իրանը կարող է մտածել միջուկային զենք ստեղծելու մասին եւ ընդհանրապես կարող է միջուկային սպառազինության տարածման խնդիրը դուրս գալ վերահսկողությունից։ Սա շատ էական հայտարարություն է, ամենայն դեպս իր տրամաբանությամբ եւ բովանդակությամբ։ Որովհետեւ առաջանում է հարց, արդյոք Ռուսաստանն ակնարկում է, որ Իրանը արդեն ունի միջուկային զենք եւ կարող է շատ արագ այն հասցնել կիրառման մակարդակի, եթե ինչպես նախորդին Հայաստանում Իրանի դեսպանն էր ասում, հարցը իսկապես հասնի Իրանի լինել չլինելուն։ Որովհետև Իրանի լինել չլինելուն հասնելու պարագայում հարցը լայն իմաստով կարող է վերաբերել Ռուսաստանի լինել չլինելուն եւ նաեւ Չինաստանի։ Տվյալ դեպքում իհարկե խոսում ենք Ռուսաստանի մասին, քանի որ առիթը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայտարարությունն է։ Թե Լավրովն ակնարկում է, որ եթե իրավիճակը հասնի այդպիսի կրիտիկական աստիճանի իրենց ռազմավարական շահերի համար, ապա կարող են նաև միջուկային սպառազինություն փոխանցել Իրանին անհրաժեշտ կիրառության նպատակով։ Համենայն դեպս հայտարարությունը Լավրովի իսկապես արժանի է ուշադրության, որովհետև պարունակում է խաղադրույքը բարձրացնելու բավականին նկատելի համատեքստ։ Իհարկե այլ հարց է, թե ինչ լրջությամբ կվերաբերեն այդ ամենին, այդ հայտարարություններին ամերիկացիները, կհամարեն, որ Ռուսաստանն իսկապես ունակ է այդպիսի քայլի ընդհուպ խաղադրույքը այդ կամ իրավիճակի բերելուն, թե պարզապես արտահայտություններ եւ հայտարարություններ են, իսկ վերջում Ռուսաստանը հակված կլինի նվազագույն ինչ-որ շահերի եւ նվազագույն հետաքրքրությունների համատեքստում պայմանավորվելուն, առավել եւս, որ կան դրա նախադեպերը։ Իհարկե այդ նախադեպերը իրենց մասշտաբով, իրենց նշանակությամբ Ռուսաստանի համար Իրան չեն, եւ դրա մասին նաեւ վկայում է այն, որ նախորդ տարի Ռուսաստանը Իրանի հետ կնքել է ռազմավարական գործընկերության մեծ համապարփակ պայմանագիր, բայց այդուհանդերձ ստեղծված են նախադեպեր, երբ Ռուսաստանը ազդարարելով իր շահերի մասին, հայտարարելով իր սկզբունքային հետաքրքրությունների մասին, այդուհանդերձ գոնե հրապարակավ համակերպվել է իրավիճակին։ Ամենաթարմը Վենեսուելան, շատ բարդ իրավիճակ է Կուբայի շուրջ եւ իհարկե այդ ամենից առաջ նաեւ Կովկասյան զարգացումները։ Ռուսաստանն իհարկե իր պատկերացումներում թերևս առաջնորդվում է հետեւյալ տրամաբանությամբ, որ քանի որ այսօր իր հնարավորությունները սահմանափակ են, գուցե պետք է հրաժարվել բոլոր ճակատներով ակտիվ պայքարից եւ առանցքային խնդիրը լուծել, տվյալ դեպքում Ուկրաինայում, գուցե նաեւ հետագայում Կենտրոնական Ասիայում, որը անմիջականորեն Ռուսաստանի ներքո կարևորագույն գոտի է, իսկ հետո արդեն մտածել այլ ուղղություններով կորցրածը հետ բերելու մասին։ Բայց կրկնեմ, Իրանը այս իմաստով այլ կատեգորիա է, այլ թե ռազմաքաղաքական, թե ընդհանուր բարոյական կատեգորիա, հաշվի առնելով հենց օրինակ նույն մեծ ռազմավարական պայմանագրի հանգամանքը։ Մյուս կողմից այստեղ իհարկե արժե դիտարկել այս պատկերի մեկ այլ տրամաբանություն։ Ռուսաստանը անկասկած անուղղակի մասնակցում էր Իրան-ամերիկյան բանակցությանը, որ ծավալվեց Թրամփի պաշտոնամուտից հետո, որը մի անգամ արդեն նախորդ տարի ընդհատվեց 12-օրյա պատերազմով եւ հիմա ընդհատվեց փաստորեն այս պատերազմով, որը դեռ չգիտենք քանի օր կտևի եւ ինչ մասշտաբ կունենա ընդհանրապես, բայց ակնհայտ է, որ արդեն այսօր մասշտաբների զուտ աշխարհագրական մասշտաբի եւ ռազմական գործողությունների ինտենսիվության իմաստով գերազանցում է 12-օրյա պատերազմին։ Ռուսաստանը մասնակցում էր այդ բանակցային process-ին։ Թե Թեհրանը եւ թե Վաշինգտոնը իրանյան թեմայով պարբերական քննարկումներ ունենում էին Մոսկվայի հետ եւ այդ համատեքստում նույնիսկ քննարկում էր նաեւ հարստացված ուրանը Մոսկվա տեղափոխելու տարբերակը։ Ռուսաստանն անգամ անում էր այդպիսի ակնարկներ, որ պատրաստ է այդպիսի համաձայնության։ Այլ կերպ ասած, Մոսկվան թերևս ակնկալում էր, որ Իրան-ամերիկյան բանակցությունն ընթանա այնպիսի տրամաբանությամբ, որը կնպաստի Իրանի հանդեպ, այսպես ասենք, միջուկային պրոտեժեության առավել խորացմանը, բնականաբար դրանից բխող քաղաքական հետևանքով։ Այլ կերպ ասած, Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը իրենք պայմանավորվում են առավել գլոբալ իմաստով, դրա շրջանակում պայմանավորվում են նահանգներն ու Ռուսաստանը եւ այդտեղ ներողություն նահանգներն ու Իրանը եւ այդտեղ Ռուսաստանը դառնում է որոշակիորեն
ավելի այսպես ներկայացված պրոտեժե Իրանի նկատմամբ։ Ես դարձյալ սա դիտարկում եմ որպես հնարավոր սցենարային մի տրամաբանություն, այլ ոչ թե պնդում, որ հենց այդ տրամաբանությամբ է եղել գործընթացը։ Եվ այստեղ կարող էր արդյոք Իրանը չհամակերպվել ոչ միայն նահանգների պահանջներին եւ պայմաններին, այլ նաեւ ռուսական, այսպես ասենք, պրոտեժեության ներքո հայտնվելուն, պահպանելով արդեն իր որոշակի քաղաքական սուբյեկտությունը այս տրամաբանությամբ։ Եվ արդյոք Իրանը ուղղակիորեն դիմադրելով Միացյալ Նահանգներին չէր դիմադրում նաև Ռուսաստանի հավակնություններին, փորձելով Ռուսաստանի հետ հարաբերվել հավասարը հավասարի, այլ ոչ թե, ինչպես ասում ենք, հովանոցի ներքո գտնվողի տրամաբանությամբ։ Համենայն դեպս դատելով իրանյան էլիտայի հոգեբանությունից, նաև այն պատմաքաղաքական հսկա հետագծից, որ ունեցել է Իրանը որպես կայսրություն եւ պետություն, սա ամենևին բացառված մտածողություն չէ, այսինքն հավակնում են լինել հավասար եւ ոչ թե հովանոցի ներքո գտնվող։ Եվ արդյոք այս տեսանկյունից այնինչ տեղի է ունենում Իրանի հետ եւ Իրանի շուրջ, այդքան էլ միարժեք չէ Ռուսաստանի դիրքի եւ հեռանկարների տեսանկյունից։ Պարզապես Մոսկվան այսօր բարձրաձայնում է միջուկային խնդիրը այն տրամաբանությամբ, որ իրավիճակը Իրանում դուրս չգա իր վերահսկողությունից, ինքը դուրս չմնա այս խաղից, որն արդեն ծավալվում է պատերազմի տրամաբանությամբ։